անցած տարի, այսինքն այս տարի հունվարի 8-ին շագանակները Ամերիկայից գնաց, բերեցինք այստեղ թաղեցինք, հեսա դույլով, ձմեռը, ձյունը, ամեն ինչը վրան անցավ, հիմա 2.5 ամիս անցել է, այս դույլով թաղած շագանակները կհանենք ու կտեսնենք քանիսն է ծիլ տվել։ Ձևը տենց է, որպեսզի ինքը շագանակի սերմերը կաշտան ռուսերեն թաղում են հողի մեջ, այսենց շերտ լցնում են հողը, շագանակը, հետո թաղում են հողի մեջ, թողում են ձմեռը վրան անցնի։ Նենց հաշվարկով, որ մի 2.5 մի ջարդի, մի կոտրի, ափսոս է այդ բանը դույլը։ Էլ ենք օգտագործել։ Հիմա քաշես դուրս է գալու։ Հիմա կհանենք ու տեսնենք քանիսն է ծիլ տվել։ Եվ այդ ծիլ տված շագանակի սերմերը արդեն ցույց կտան ոնց ենք տնկում, որպեսզի ծառ դառնա։ Ահա, հանեցինք։ Սրա մեջ շերտ մենք լցրել ենք, հեսա քանդելուց ցույց կտամ։ Ասեմ, որ հողը վրան ենք լցրել, իրան շագանակները հիմնականում կապուտ ավազի մեջ ենք դրել։ Վրայից ուղղակի հող ենք լցրել, ամենաներքևի շերտում էլ կարմիր խճաքարից է, որ խոնավությունը անցնի, իսկ հիմնականում հեսա տեսնեք շագանակները կապուտ ավազի մեջ են։ Այս վրայի 10-15 սանտիմետր ուրեմն հողը կհանենք, որից հետո նոր գալիս են արդեն շագանակի համար, ենա տեսեք արդեն կապուտ ավազն է, այդ կապուտ ավազի մեջ թաղել ենք շագանակները, որ հիմա կնայենք ինչ որն է ծիլ տվել, որը ծիլ չի տվել։ Քանի որ շագանակները, որ հնարավոր է արդեն ծիլ տված են, այդ ծիլերը շատ նուրբ են լինում, պետք է զգուշ բացել իրանց, որպեսզի այդ ծիլերը չկոտրենք հանկարծ։ Այդ այնց զգուշ տղես, որ չջա, հենց թող ավազոտը մնա, մի կպիրանք կպոկվի, զգուշ դիր, հետա։ Ստեղ դիր ես խոտերի վրա, եսա կտանենք տնի։ Ստեղ կամաց շուրտուր, շատ կամաց շուրտուր, կամաց, այդ այնց պտտի թողգա թավի, պտտի հիմա։ Լավ, թոմենա, տալիսա կդնենք հեսա տակտեղ կլնի, շուրտուր։ Հեսա հանեցինք, ինչպես տեսնում եք, մեծ մասը ծիլ են տվել, մանավանդ մեր այս տեսեք ինչ մեծության ամերիկյանները, տեսեք, լավ մեծ ուտելու շագանակներ են, հեսա ձեռիս մեջ պայեն, որ պատկերացնենք, լավ մեծ են։ Հիմա սրանք ջրով այսպես մի թեթև ավազից կմաքրենք, որ արդեն ցույց կտամ ոնց ենք տնկում, որպեսզի ծիլերից արդեն ծառ դառնա։ Տեսնենք քանիս է, այսքանից ծառ կդառնա։ Սենց առանձնացրեցինք ուրեմն լավ ծիլ տվածները շագանակների, քիչ փոքր ծիլ տվածները եւ այն մի քանի հատը, որ ընդհանրապես ծիլ չեն տվել։ Հիմա սենց կանենք, սա արդեն կտնկենք, սա խոնավ անձեռոցիկի մեջ ցույց կտամ ոնց կդնենք
փորձենք որ ծիլերը մի քիչ մեծանան, որպեսզի հողի մեջ հետո արմատակալեն։ Սա էլ չենք հանձնվի, սա էլ առանձին միտեղ կդնենք էլի թաց անձեռոցի մեջ արդեն տակ տեղում, կտեսնենք, կլինի, չի լինի, չի խանգարի։ Այսպես բաժանեցինք, սա կտնկենք, սա ինչպես ասեցի, կդնենք, փորձենք ավելի մեծացնել ծիլերը, սրանք էլ կփորձենք տեսնենք ծիլ կտան թե չէ։ Այդքանը մոտավորապես 50 հատից ավել ծիլ տված ունենք, քանի հատը ծառ կդառնա, ապագան ցույց կտա։ Հիմա արդեն տեսեք, սենց այս շշերից ենք վերցնում եւ այդ շիշը այսենց վերևի այս կորացող մասից կտրում ենք։ Որպես ծաղկաման շագանակները տնկելու համար և շատ բան տնկելու համար շատ լավ ծառայում են։ Սենց թարս ես կտրած մասը, տեսեք, մտնում ենք մեջը։ Այսենց բան աստացում, տեսեք, արդեն մեջը մցրած, որ են ավելորդ ջուրը գնա հավաքվի այս ներքևը։ Հող ենք լցնում։ Հեսա կլցնի մի հատ արի արա, ավետ չեն արա։ Հողը լցնում ենք համարյա միջև վերջ։ Ես ցույց կտամ ինչ հող եմ օգտագործում, ծաղկամանի հողերը, լավ փափուկ հող է պետք, ես մի քանի տեսակ խառնում եմ, այնտեղ հարստացված բաներ էլ կա, հեսա ցույց կտամ, արանքից եմ առել, չիքչել, համարյա միջև վերջ լցվի, այսպես լցնում ենք համարյա միջև վերջ, ուրեմն տեսեք, մատով սենց անցք ենք անում, այս սրանց ուրեմն այս ծայրերը շատ նուրբ են, կարևորը որ ծայրը չջարդվի, այդ ծակը դրա համար է, մտցրեցինք այդտեղ, իրան մի փոքր սենց սխում ենք, որ ինքը պին, ու համարյա թողում ենք սենց մակերեսով մնում է, ու սենց շարում ենք, չերջ, հետո ջուր ենք լցնելու վրա, ու թողենք ինքը ծիլ տա, արդեն ծիլ տալուց հետո ցույց կտանք, թե որը ծառ դառավ, որը չդառավ, այսպես շատ հասարակ, ուրեմն անցքով մատով անում ենք, աշխատում ենք ուրեմն տեսեք, տափակ կողմը, այս տափակ կողմը, այդ տափակ կողմը այսենց դեպի ներքև, որպեսզի ծիլը դեպի ներքև է աճում, մի րոպե պահի կամերան տվեց, ծիլը դեպի ներքև է աճում, իսկ ծառի ծիլը արդեն այստեղից է դուրս գալու, այստեղից դուրս է գալու ծառի ծիլը, ինքը արմատ է սա դառնալու, իսկ նորից երկրորդ ծիլը ճաքելու է այս շագանակի սերմը, ու ստեղից ծիլը դուրս գալու է, որը որ ծառը դառնալու։ Այսպես խանութից հող եմ առել, սուպերմիքս է կոչվում, սա եմ լցնում, այն փոքրները ցույց տուր ալիք չեմ։ Մաղած ավազել եմ ես հետը խառնում, այդ նույն ավազը, որի մեջ ծիլ է տվել, կխառնեմ նաև այստեղ։ Սենց ուրեմն տորֆ եմ առել, խանութից, և մեկ էլ պտտի, մեկ էլ կենսա հումուս։ Հիմա այս չորսը խառնում եմ իրար այստեղ, ուրեմն մաղած լվացած ավազ, խոնավությունը լավ է պահում, և ուրեմն տորֆ, կենսահումուս և սովորական ծաղկամանի համար, ես էլ մի հատ պտտի, ծաղկամանի համար նախատեսված հող։ Ես մեկը սուպերմիքս է կոչվում։ Ինձ ասեցին, որ բոլորն են կեսածին պարարտանյութով ուրեմն մշակված հողեր են։ Խառնում ենք այստեղ իրար այդ ամբողջը ու լցնում ծաղկամանների մեջ։ Այս 4 բանը լցեցինք իրար վրա, հողերը և ավազը, լավ խառնում ենք, որ խառնվի։
Ահա, սիրուն մենք ուրեմն տնկեցինք շագանակի սերմերը տնկեցինք, ինչպես որ ցույց տվեցի, եւ ջրեցինք։ Մի քանի հատ էսպես երկու հատով արեցինք, բայց հիմնականում մի հատ։ Սա էլ հողը չհելիքեց, դրա համար մի ամանի մեջ երկու հատ։ Ինչպես ասեցի արդեն, այս պլաստիկ շշերը, որ կեղտոտում են մեր շրջակա միջավայրը, այս դեպքում արդեն օգուտ են տալիս շրջակա միջավայրին։ Այսպես կթողենք, ցրտից իրանք այդքան էլ չեն վախում, բայց դե ցանկալի է գարունը, հույս ունենք, որ ցրտահարությունները չի լինի։ Այսօր մարտի 27-ն է եւ մի շաբաթից կնայենք ինչ վիճակում է, ուղղակի իրան խոնավացնելու ենք։ Դա կարևոր է, որ ոչ թե թրջենք, որ ինքը այսենց գալիս ենք, ասենք, երկու օրը մեկ ուղղակի հողը խոնավ ենք պահում, այսպես, ուղղակի խոնավացնում ենք, որպեսզի խոնավություն լինի, բայց շատ ուրեմն թաց լիքը ջուր չենք լցնում, էլի, այս սկզբից ջրելուց միայն լցնում ենք, չնայած ինքը ջուրը այն մեր արած սիստեմով լցվելու է տակը, գնալու անդեղից լցվելու է տակը, նենց որ ինքը խոնավությունը կպահի։ Ու այսպես սպասենք տեսնենք մեր շագանակի սերմերից քանիսը կդառնան շագանակի ծառ։ Զարգացումների հետ ձեզ կծանոթացնեմ, Աստված առաջ, որ շագանակները լինեն։ Այստեղ արդեն ցույց եմ տվել արծաթափվել եղևնին, որը որ շատ գեղեցիկ է, 13 տարեկան է արդեն, նրանից էլ այստեղ փորձել ենք հեսա։ Տնկել ենք, որպեսզի փորձենք նաև այդ տեսնենք կարող ենք աճացնել նաև արծաթափայլ եղևնի։ Այսքանը, եթե շատ ցուրտ է լինում, կարելի է այս մասներն օգտագործել դրանքի վրա, մի քանի հատ, բայց վրան պետք է ծակ անել, բացես վերևի ծակից, այստեղ էլ կարելի է, տեսեք, այստեղ ոնց եմ արել։ Տեսեք, այստեղ արել, տեսեք խոնավությունը ոնց է պահում մեջը։ Սա դրել եմ վրան եւ այս կափարիչի վրա էլ այսպիսի ծակ եմ արել, որ օդափոխությունը լինի, դե ինքը այս ներքևից ամբողջովին չի դրած, այս այրվում է, ստեղից ինքը օդը քաշում է, մեջով խաղում է, ստեղից դուրս է գալիս, այնպես որ աշխատում է այս սիստեմը։ Առայժմ աշխատում է, արդեն մոտավորապես մի քանի շաբաթ տնկել ենք եւ բացեմ մատը, տեսեք, ինքը իր կանաչությունը եւ իր թարմությունը պահում է, ջրելուց անպայման իրան ջրում եմ վերևից, այսինքն ստեղից ներքև, սա շագանակից անցանք եղևնում, որպեսզի ինքը այս փշերը խոնավությունը պահի։ Սա եղևնուց ընդամենը կողքից, այսպես ասած, էքսպրոմ։ Իսկ շագանակները, ինչպես ասեցի, եթե շատ ցուրտ է, կարծում եք դեռևս, պետք է այսպես ծածկեք, էլի համ խոնավությունը կպահի, համ էլ չի թողի, որ ցուրտը շատ վնաս տա։ Չնայած նորից եմ ասում, շագանակները իրենք ցրտակայուն շագանակներ են, Ամերիկայի հյուսիսից է բերված։ Կան նաև հայկականները, մի քանի հատ, օրինակ սրանք Արցախի շագանակներն են, սա գույնով էլ են տարբերվում։ Ամերիկյանները համեմատած շատ ավելի մեծ են, բայց Արցախի շագանակներից էլ եմ տնկել, հուսով որ նրանք նույնպես ծառեր կդառնան ու կզարդարեն մեր երկիրը։ Եվ համով ուրեմն շագանակ կուտենք եւ ասում են շագանակի ծառը ամենաօգտակարն է շրջակա միջավայրի համար, թթվածնի համար։ Այսքանը, Աստված առաջ, սպասենք տեսնենք ինչ կլինի։